Տարեցների համար նախատեսված ակումբ իր 4 խմբակով, որտեղ նրանք կարող են զբաղվել ընթերցանությամբ, նկարչությամբ, մասնակցել մեդիագրագիտության դասընթացների ու մարմնամարզության պարապմունքների։ Գտնված Երազ առաջին ակումբը «Իմ քայլը» հիմնադրամը բացել է Արարատի մարզում։ Առաջիկայում նմանատիպ ակումբներ կգործեն նաև այլ մարզերում։ Ինչպես գիտենք, «Իմ քայլը» հիմնադրամը իրականացնում է կրթվել նորացել շարժման աչագիծ ծրագիրը իր 6 նախագծերով։ Այսօր գտնված Երազ տարեցների առաջին ակումբը բացեցինք Արտաշատի համայնքում։ Արտաշատի ավագ դպրոցը պիտի լինի հյուրընկալ և ջերմ շփման մթնոլորտ ստեղծող 60 և ավել տարիքով մասնակիցների կենտրոն։ Ակումբի բացման արարողությանը ներկա է եղել մոտ 40 մասնակից, նրանցից 32-ն արդեն իսկ գրանցվել են նախընտրած խմբակներին։ Անահիտ Նիկողոսյանն ընթերցանության ու նկարչության խմբակներ է հաճախելու։ Գոհ է այս հնարավորության համար, որ կարող են ստեղծագործել, հայտնաբերել իրենց կողքին եղածն ու չնկատածը։ Ինձ շատ ուրախացնում է, որ մեր տարիքի կանանց, մեր տարիքի մայրերին, տատիկներին, հայրիկներին հնարավորություն են տալիս շփվելու, ինչու՞ չէ, ամենակարևորը նաև սովորելու, փորձեր փոխանակելու և նոր գիտելիքներ նաև ձեռք բերելու, որ տարիքում լինենք, կյանքը միշտ սովորեցնում է, կյանքը միշտ ուսուցանում է և ցանկացած տարիքում մարդը կարող է նաև ստեղծագործել ու հաջողությունների հասնել։ Մեդիագրագիտության դասընթացը նույնպես բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ես այստեղ եմ, որպեսզի մեծահասակներին օգնեմ սովորելու, թե ինչպես կարողանան տարբերակել ճիշտ լուրը կեղծից, ինչպես կարողանան օգտվել բանկային հավելվածներից, որը տվյալ ժամանակահատվածում բավականին արդիական է, ինչպես զոհ չդառնան մանիպուլյացիային և կարողանան ճիշտ և ավելի գրագետ օգտագործել հեռախոսը և այն ինֆորմացիան, որը ստանում են հեռախոսից։ Գտնված Երազ ակումբի առաջին մասնակիցների թվում դեռևս ընդամենը 2 պապիկ է։ Հիմնադրամը հույս ունի, որ տղամարդկանց ներգրավվածությունը նույնպես կավելանա։ Նշվում է, որ հիմնադրամի նպատակը բոլոր տարեցների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելն է։ Աննա Զախարյան, լուրեր։